Ասեք։ Իրոք այս Համբուրգյան դեր չկան է քաղաքացիական պայմանագիրը իր կոալիցիոն գործընկերոջի Երևանի կառավարումը Ձեր նշած հարցին կարող եմ չպատասխանել, որովհետև դուք ինչ-որ եզրը արդեն որպես փաստ բան եք, իրողություն եք նշում, որը որ այդպես չէ։ Կոնկրետ դեպքեր ասեք։ Պատանից որ նայեք, տեսնեք թե վերջին փոփոխությունը ինչի է հանգեցրել երթևեկության վերաբերյալ։ Ուրեմն տեսեք, նախ եւ առաջ աշխարհի բոլոր քաղաքներում չկա որևէ քաղաք, որ սկզբունքը հետեւյալը չլինի, որ հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Եվ այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, ովքեր օգտվում են տրանսպորտից, իրենք ավելի արագ հասնեն, քան մեքենաներով մարդիկ, այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում եւ ամբողջ տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության մեջ դա շատ նորմալ է, երբ որ ավտոբուսների համար առանձնացված գիծ լինի եւ այլ մեքենաների համար որոշակի անհարմարություններ ստեղծվի։ Այս բարագայում ֆիքսեցիք թե ինչպես ավտոբուսի համար նախատեսված գծով ավտոբուսը չի երթևեկում, այլ գնում այն գծով, որը նախատեսված է մարտադար մյուս մեքենաների համար, բայց եւ այն գիծը, որը Այդ որտեղ եք տեսել, պետքա ֆիքսենք։ Դա ցույց տվեք, մենք ուսումնասիրենք, չէ, նաեւ սա պետքա տալ համապատասխան վարչություններին։ որի համար հանրային տրանսպորտը պիտի երկրորդ գծից Նա պետք է ավտոբուսի բանը համարները հետո ճիշտ է։ Շատ էին, մենակ ես մեկը Դե բայց եթե հարց եք բարձրաձայնում, կարող է հենց այդ ավտոբուսի վարորդի մեղքովական մեկ այլ ուրիշ բան է։ շատ էին։ որ բոլոր լրագրողները ֆիքսել են, նշանակում է, որ տարբեր ավտոբուսների, այսինքն ամբողջ ավտոբուսային համակարգը։ Տեսեք, մենք նաև եթե նկատել եք, երեք էր կարծեմ, մենք հայտարարություն ենք արել, որ այսինքն մենք որոշակի վերանայումներ պետք է անենք, հաշվի առնելով ստեղծված, խնդիրները, որ օրինակ խցանումները շատ է լինում, որոշ վերանայումներ կանենք, բայց իմ եւ մեր համոզմունքն է, որ պետք է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը լինեն, դա նաև շատ հեռու պետք չի գնալ մեր հարևան Թբիլիսի օրինակով։ Մի տրամաբանական հարց Ես ձեր հետ համաձայն չեմ։ տրամաբանական հարց, պարոն Համբուրգյան, բարեփոխումը փոփոխությունը նրան պետք է միտված լինի, որ դեպի լավը գնա։ Այո։ Հիմա եթե եղածից ավելի վատ է, դրա ի՞նչն է բարեփոխում, ինչու եք այդպես անում։ Գուցե վերադառնաք նորից հինի։ Ես նոր նշեցի, եթե հիմա արձակուրդների շրջանում է այսպես պատկերացնենք սեպտեմբերից Դե այդ ամբողջը հաշվի առնելով նշեցի դրա համար նշեցի, այս ամբողջը հաշվի առնելով հիմա մենք առանձնացրեցինք այս ծրագրի, այսինքն կատարած հետազոտությունների, բայց կհետևենք թե ինչ տեղի կունենա եւ որոշ վերանայումներ իհարկե կլինեն։ Լավ, ինչ է պատասխանում թաղապետը կալանավորվեց եւ հայտնի դարձավ, որ նա ծեծել է մեր տեղեկություններով, որը նաեւ չհերկվեց Չենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահին։ Ինչ է ձեզ հայտնի է Ընդհանուր առմամբ միջանձնային հարցեր է եղել, ավել չեմ կարող ասել, ավել մեկնաբան չեմ կարող պնդել, որ ծեծ տեղի ունեցել է։ Ոնց եղավ, պարոն Համբուրգյան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ուղիղ եթերում ծեծեց, բոլորս տեսանք, որ ինքը եւ իր խմբի անդամները։ Իսկ այդ ձեր ԿՊԱ-ական թիմակիցը չգիտենք էլ մամուլին հավատալով ենք այդպես ասում, որ ծեծել է, տեսախցիկների առաջ եղել փաստը չկա գոնե առավոտ, բայց նրանք կալանավորվեցին, իսկ Տեր-Մարկարյանը կալանավորված չեն։ Այնտեղ նույնպես քրեական գործ կա հարուցված, վստահ եմ, որ իրավապահ մարմինները իրենք դեպքերը կարող են առանձին մոտենալ դեպքերին եւ մի դեպքում որոշում կասվի, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում չգնալ, որովհետեւ այնտեղ նաեւ շատ են եւ հակառակ կողմի վրա նույնպես կա քրեական գործ հարուցում։ Դեմոկրատական իշխանության ներկայացուցիչ ո՞նց է այդ ամեն ինչը գնահատում։ Նստում ենք տարբեր հարցեր քննարկում ենք։ Ձեզ ավելի վաղ հայտնի չէր դարձել, որ Ռազմիկ Մկրտչյանը թաղապետարանում ծեծել է աշխատակցի, դրան արդեն իսկ հետո նոր հաջորդել է Տիգրան Տեր-Մարկարյանի ծեծը, ընդ որում մի քանի Մենք նման ինֆորմացիա չենք ունեցել։ Վարչության նիստի եւ Համբուրգյան ամեն դեպքում արդարադատության տեսանկյունից տարօրինակ չի ձեզ համար որպես քաղաքացի նայեք էլ այդ աչքով նայեք, որ միշտ պայքարեք արդարության համար։ Տարօրինակ չի, որ ակնհայտ ծեծի դեպքով այդ մարդը կալանավորված չի, իսկ այն ինչ որ ուղղակի ինչ-որ մեկը գնացել ցույցում կատվել, այդ մարդուն կալանավորել։ Տեսեք, իմ աչքով նայելը մեկ այլ հարց է, իրավական գնահատականը մեկ այլ հարց է։ Այո, դուք ինչպես նշեցիք, քանի դեռ դատարանով չկա դատավճիռ, ներկապային բոլոր անձիկ
իրենց մեղքը ապացուցած չէ, այսինքն ներկա պահին բոլորը, այդ թվում Ռազմիկ Մկրտչյանը անմեղ է։ Անգամ ուղիղ եթերով ծեծի ժամանակ, երբ որ բոլորը ուղիղ եթերով տեսել են որևէ արարք, քանի դեռ դատանի համապատասխան դատավճիռ չկա, այդ մարդիկ անմեղ են բոլորը։ Ես առհասարակ ԿՊՆ-ի քննարկումները չեմ հրապարակում, որովհետեւ հարցի չեմ պատասխանում։ Գաղտնի են այնքանով, որքանով, որ մեր փակ նիստն է, ԿՊ վարչության անդամներն են այդտեղ մասնակցում, եւ ես նպատակահարմար չեմ գտնում այդ նիստից որևէ նախադասություն մամուլի։ Իսկ բացատրեք նաեւ այն դիսոնանսը, որ օրինակ ընդդիմադիրները մատով կպնում են որևէ մեկին, հաջորդ օրը միանգամից կալանավորվում են, կարող եմ թվել այդպես հերթով։ Օրինակ Լևոն Քոչարյանի օգնականի դեպքը, Արթուր Սութոյանի, Լևոն Քոչարյանի դեպքը, որ չէ ծեծել հակառակը 5-6 հոգով իրեն էին բռնության ենթարկել, հետո մի հոգու ցուցմունքի վրա հիմա դատումը նաև հասցրեց Լևոն Քոչարյանը դատարան 2 օր առաջ դատական նիստ էր թեև։ Դրանից առաջ էլի 3, դրանից առաջ հասցրեց մի որոշ ժամանակ կալանքի տակ անցկացնել։ Իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը, որը որ ակնհայտ ծեծում է, մենք տեսնում ենք, որ բռնությունով ծեծում է, Արթուր Չախոյանի աչքի տակ կապտում է մնացած տեղերը ծեծվածներ կա, այդ մարդը ազատության մեջ է։ Ձեր թիմակիցը նստած։ Նոր պատասխանեցի ձեր հարցին։ Ես նոր պատասխանեցի, որ աշխարհը առհասարակ անհարթար է։ Իշխանությունը ձեր արտադրած։ Մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն եւ արդարադատություն։ Աղմակցությանը նույնիսկ հումորները ասում եք դուք երևի ուղղաթեռով եք գալիս եւ չեք մտնում այդ խթանումների մեջ, դրա համար էլ ձեր մաշկիտա չեք ուզում թեքնիկ եք սարքել։ Անտեղի հումորներ են, որովհետեւ ես կամ մեքենայով եմ գալիս կամ ոտքով եմ գալիս, ամեն ինչը տեսնում եք, այնպես չի որ կույր ենք, հարգելի գործընկերներ, մենք չենք տեսնում, սպասում ենք, որ դուք գաք, մեզ հուշեք։ Ես նշեցի, այսինքն մենք նախապես հայտարարություն ենք արել, տեսնելով այդ ամենը, նախապես ենք 3 հայտարարություն արել, որ չի բացառվում, որ որոշ վերանայումներ տեղի ունենան, քանի որ այո, մենք էլ ենք տեսնում, որ կա խցանում։ Դուք միանալու եք ներողություն, դուք Նիկոլ Փաշինյանի գլխավոր այդ խմբին միանալու եք եկեղեցին Բեհարանը ազատել։ Ես առհասարակ քաղաքական թմի վարչության անդամ եմ եւ բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ։ Ինչպես։ Մենք հարցադրում ենք արել, ունի երեխա թե ոչ, այդ հարցին պատասխան չենք ստացել եւ այդտեղից կարող ենք ենթադրել, որ այո, ունի, հերքում չենք ստացել եւ ըստ կանոնագրքի նա իրավունք չունի լինել կաթողիկոս։ Իհարկե Տեր Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիրք կա եկեղեցու եւ նա է որոշում։ Այսինքն ինչ եք մեզ տարանջատում, առհասարակ ինչ եք մարդկանց մեզ ընդհանրապես տարանջատում եկեղեցու։ Որովհետև իշխանությունը եկեղեցուց պետք է տարանջատված լինի։ Այո, բայց նաև կա այնտեղ կանոնագիրք, ըստ որի գործում է եւ մարդիկ դախողել է իր կառավարությունը։ Դա միած ես սենց հարց տամ, էլի, հարգելի գործընկերներ, ես որպես ավականու անդամ իրավունք չունեմ լինեմ երկքաղաքացի կամ գրանցման պահին պետքա վերջին 6 ամսում լինեմ Երևանի գրանցում ունենամ։ Հիմա եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ եւ կամ այդ ժամանակ 23 թվականին որ գրանցվել եմ որպես Երևանի ավականու անդամ, չեմ ունեցել 6 ամսվա գրանցում Երևանում։ Ձեր արձագանքը ինչպեսին կլինի։ Այսինքն ես պետք է այդ պահից սկսած դադարել, ճիշտ է։ Հա, դե այո, օրենքը զբաղվի։ Հիմա այո, դեր համար էլ ասում եք, որ զբաղվեն, թող զբաղվեն։ Ասել եք, թող զբաղվեն։ Թող զբաղվեն։ Սպասում եք, որ զբաղվեն։ Վերաբերյալ այսպես սրտառուչ հայտարարություններ անել, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու հավատավոր զավակ է հայ առաքելական եկեղեցու, բայց դուք մոռանում եք, թե քանի եկեղեցի եք թողել Արցախում։ Դա է ձեր տեսեք էլի այդ հին խոսակցությունները արդեն ինձ թվում է ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել։ Եվ այդ մասին մենք այդ մասին խոսել ենք, 1000 անգամ խոսել ենք եւ ես ձեր հիմա այդ որ թողել եք, չգիտեմ ինչ եք արել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ձեր ծրագրում եղել է, չէ՞, Արցախի մասին։ Հիմա ձեզ մեղադրում են, ասում են, եթե դուք խախտել եք, կառավարությունը խախտել է, դուք եւս պետք է հեռանաք։ Ինչու է լինում, եթե այդ մասին դա ազգային ժողովում քննարկվել այդ հարցը եւ տվյալ հարցը մենք ապացուցում ենք, որ մենք չենք խախտել մեր բանը։ Շնորհակալություն։ Ո՞վ է Արցախը ճանաչել